Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը եւ չեք հավատա ինձ մոտ ամեն աշխատանք այն օր տոն է, որովհետեւ հյուրընկալում եմ լավագույն թեմքերին եւ փորձում եմ հետաքրքիր նորություններ ներկայացնել եւ իհարկե ջերմություն փոխանցել հեռուստաէկրաններից այն կողմ։ Բայց մինչ այդ շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բանեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրքում եւ Աստծո օգնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր երգչուհին Ռոպե Նրանց լինել է ինձ մոտ տաղավարում։ Ու այսն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Խոսում է Երևանը։ Այսօր մեր սիրելի քաղաք Երևանը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքը։ Բոլորիդ հրավիրում ենք փողոց միանալու տոնախմբությանը եւ մասնակցելու մայրաքաղաքային այս գեղեցիկ շքերթին։
Ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա շատ են ասում են այդ ինչ գժական եթեր է սպասվում եւ որովհետեւ աննորմալ տաղանդավոր հյուր ունեմ եւ կփորձի նորությունը էքսկլյուզիվ առաջինը ներկայացնել ինձ մոտ եթերում, բայց ըստ սահմանադրական օրենքի ես պետք է ասեմ, որ հյուրընկալեմ իմ տաղանդավոր ընկերուհուն Ջուսի ինձ մոտ է եւ ունի ձեզ հետ խոսելու եւ ասելիք ասելու։ Ջուսիկս ողջույն։ Ողջույն։ Այսօր տեսքդ գժական է։ Բակոնը, Տենց է միշտ։ իրականում մեր կստել լավն ենք։ Ջուս, ինչ ես անհանգիստ։ Դու միշտ տեսահոլովակ նկարելուց առաջ, հետո ես չեմ պատկերացնում, չգիտեմ իմ կյանքում մեկը, ջուս, որ քո նման սենց անհանգիստ է լինում։ Հա, չկա, մենակ ես եմ տես։ Ինձ թվում է, հա, որ էմոցիաները չես կարում պահես, էլի։ Հա, ոնց որ ծննդաբեր ենք հասկանում ես։ Այդպես ասած, նոր երեխա։ Ճիշտ է։ Լավ, սկսենք ամենասկզբից։ Երբ որ դու ինձ զանգարեցիր, ասեցիր ձին արդեն տեքստը հասկացնում էր ինձ, որ չգիտեմ ինչա պատրաստում ջուսը նկարել, պետք է չգիտեմ ինչ, այս ավտոն, այս վիճակները եւ իմ ու քո ընկերները ասեցին, որ ձին ջուսը գժական տեսահոլովական նկարել մենակ կադրերը դիտելուց կարող ես արդեն ասել։ Ինձ պատմի երգից եւ տեսահոլովակից։ Իրականում ես ունեմ պատրաստի երկու երգ, մեկը մյուս տարի դուրս կգա, որի տեքստը գրել է Ինա Կարապետյանը, քո դուստրը։ Հա, այն սիրուն երգը։ Շատ պարային ու շատ ուրախ ու դեպի համար։ Դրա համար առաջինը պետք է դա նկարը անել, բայց չստացվեց, դրա համար ամառը գնաց աշնանային երգը սենց։ Ու այս արդեն առաջի պրեմիերան այս տարվա կրակներ երգով, կրակոտ տեսալվակ, ռեժիսորը Տիգրան Ավետիսյան, այո, ում հետ ես շատ իրոք ուրախ եմ աշխատել, քանի որ ինքը շատ արագ ամեն ինչ անում եւ թեթև պրոֆեսիոնալ եւ շատ լավ մարդ, դա ամենակարևորը։ Երգը ինձ նվիրել է Կարեն Հովան, մի երգան, ով գտավ ինձ Facebook-ով եւ ասաց ես քո համար լավ երգ ունեմ։ Ես չեմ հավատում, որ ինձ այդքան շատ են ուղարկում եւ ոչ իմ ոչի երգեր։ Դրա համար ասի լավ ուղարկեք, տենց չուզենալով եւ այլն, մեկ է որ լսեցի, հա քոններ, լրիվ իմ երգներ, համ պարային, համ ռոմանտիկ, եւ որոշեցի այդ երգի վրա բնականաբար տարա մեր Հայկոյի ստուդիոն, եւ մեր Հայկոն եւ Ջորջ Բրենշեյքերը սկսեցին աշխատել երգի վրա, ձայնագրվեցինք եւ վերջ տեսալվակը նկարանեցինք, իհարկե Լյանան էլ էր ներկա մեր իմ PR մենեջերը, այո, լուսանկարիչ չէ, ճիշտ եմ ասում, նա լուսանկարիչ, որը միշտ իմ տեսալվակների ու նա կա եւ իհարկե Թրվանդան իմ մեյքափ արտիստը, հա, շատ սիրուն էր, շատ արագ մեյքափի հետ կապված ես ինձ դուր ա գալի որ նա համ պրոֆի է, համ արագ է, շատ 15 րոպեվա մեջ նա կարող է քեզնի սարքել ձիվա։ Առաջին տեսարանը, հա, տեսարանում կրակներ էր վառվում, մուր եղա, մուր, սիրուն մեյքափով, բայց արդեն վատ է, բայց սենց գրգրիչ տեսքով սենց, արդեն վատանում է սենց երգում էի, բայց սաղ մուր եղա, Տիգրանը ասաց ռեժիսորը, վայ, մի տեսակ սև ինչ-որ կետեր է, ասում է չեն կարող ոչ մի բան անենք, ես պետք է նկարենք, Թրվանդան ասեց մյուսին միանգամից լրիվ փոխեցինք նորից մեյքափը, միշտ փոխում են քիչ, չէ՞, մի քիչ ուրիշ շրթներ, ուրիշ գույնի, ահա աչքերի ինչ որ ծեն եւ այլն, բայց այդ կրակը որտեղ էր արած, չենք ուզում պատմել տեսալովակը, բայց այդ կադրը շատ է տարածվել ինտերնետում, դրա համար եմ ասում։ Հա, իսկական կրակ էր իրականում, կլոր վառվում էր իմ շուրջը, այո, ու հա վառում են, հա նավթը լցնում, ասենց է, բայց պետք է աշխատես, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ come on, ու ստացվեց, թիմը շատ լավն էր, ամեն ինչ արագ էր պրոֆի, և դրա համար նույն թիմը
տեղափոխվում է արագի միջ իմ մյուս տեսալովակը, որը մյուս տարի դուրս կգա ապրիլին, ես տենց մտածում եմ։ Շատ լավ։ Այսքան խոսելուց հետո արի միասին կազմակերպենք քո թույլտվությամբ, այնպես որ 21 TV-ի եթերում տեսահովակի պրեմիերա էքսկլյուզիվ երգում է Ջուսը, վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։ Գինի խմում ենք գիշերով, տանգոն է հնչում է սիրով, ձեռքս է մեկնում դեպի սրտիդ մոտ, բարի եմ հրավիրում այս գիշերով, կրակներ են քո աչքերում, սիրտս քեզ մոտ է բացում, գեղեցիկ շփիտով ես գրկում, երազներով սիրում անենք բարում, կրակներ են քո աչքերում, սիրտս քեզ մոտ է բացում, գեղեցիկ շփիտով ես գրկում, երազներով սիրում անենք բարում։ Բարում ենք ու տիրում է մութ, մեր բարում սերն է ճախրում, երկու սիրտ մեկ լույս են կազմում, տանգոն մեզ ջերմություն է բերում, կրակներ են քո աչքերում, սիրտս քեզ մոտ է բացում, գեղեցիկ շփիտով ես գրկում, երազներով սիրում անենք բարում, կրակներ են քո աչքերում, սիրտս քեզ մոտ է բացում, գեղեցիկ շփիտով ես գրկում, երազներով սիրում անենք բարում, Բարում ենք ու տիրում է մոտ, մեր բարում սերն է ճախրում, երկու սիրտ մենք լույս են կազմում, տանգոն մեզ ջերմություն է բերում, կրակներ են քո աչքերում, սիրտս քեզ մոտ է բացում, գեղեցիկ շփիտով ես գրկում, երազներով սիրում անենք բարում, կրակներ են քո աչքերում, սիրտս քեզ մոտ է բացում, գեղեցիկ շփիտով ես գրկում, երազներով սիրում անենք բարում։ Դե ինչ 21 TV-ի եթերում տեղ ունեցավ Ջուսի տեսահովակի պրեմիերան գժական կրակոտ, մի տեսակ ռոմանտիկան տենց ավելի շատ խեղտող էր, ինչի համար շնորհավորում եմ ընկերուհուս։ Ես հասկացա, դու գոհ ես Ջուս։ Շատ։ Եթե մարդիկ են աշխատում պրոֆեսիոնալ բոլոր առումներով, քո եւ երգ եւ տեսահոլովակը դառնում է շատ բարձր որակի։ Իսկ երգը դու արդեն հասցրել ես երգել։ Ասենք, չգիտեմ, ռեստորանի համալիրում, դու պահել ես այդ ցիվիլը, պահում եմ, բոլորը երեխեքը ակումբներում ասում են երգի թող ասում եմ չեն կնկարեն, արդեն վատ որակի կլինի ամեն տեղ, չեմ ուզում ապրես պահի այդ ցիվիլը պահի։ Այսօր կերքի, հեսա եթերից հետո գալիս է ակումբ աշխատանքի, հաստատ կերքի ու ես վստահ եմ շատ տեղեր է այս երգը հնչելու, բայց ներկա պահին Ջուս, ես պաշտում եմ այն փաստը, որ ինչքան էլ դժվարություն լինի, դու էլի մի սենց լուսավոր կետ գտնում ես ու անցնում ես գործի։
Ճուս բայց մտածել ես, որ ինչ կողմ մի քանի տարի հետո ես որոշեմ երկարվեստով չզբաղվել եւ այլ գործով զբաղվել։ Դու դրա մասին մտածել ես։ Մի քիչ տխուր կլինի չզբաղվել իմ գործով, քանի որ ես սիրում եմ, դա իմ կյանքն է։ Ինչքան ես պատրաստվում երկել։ Մինչև վերջ։ Լուրջ։ Մինչև վերջ։ Մեծ ծերանոցում։ Աշխեն։ Սա վաու, արդեն չեն լսում ինչ եմ երկու, որովհետև վատ է։ Չի ձգում, բայց լեգենդա ենք։ Այո։ Վայ, Ջուս։ կամ էլ մի տարբերակ կա, շատ հարուստ տղամարդու հետ ամուսնանում, այն որ շատ, այն որ փողին փող չես ասում։ Ինչ անես։ Որ էլ չի Որ երկես։ կարաս չերկես վայելես։ Ճուս իսկ եթե տղամարդը մի շաբաթ հետո հայտնվում, հա։ Ոյ։ Դու այդ չեմ կարող հույս չունի էլ ամենայն դեպս։ Դու ասեցիր վերջ։ Բայց ես մի բան գիտեմ։ Դու հիմա խափում ես քեզ, որովհետև դու ռոմանտիկ մարդ ես, էմոցիոնալ ես։ Ես վստահ եմ, որ հա, որ ինչ որ ճիշտ մոտեցում լինի եւ ճիշտ սեր, դու կմոռանաս հարուստ տղամարդ թեմայի մասին։ Հա, բայց եթե լինի օրինակ ոչ հարուստ, բայց շատ լավ սեր, մեկա վերջում սերը մի քիչ կանցիկ ասի, բայց դու հարուստ չես, աստորեն։ Մի քիչ լինի ամեն ինչ որ վայելես։ Շատ Այս մի կյանք։ լավ, իսկ այդ վայելքի մեջ մտնում է մեր բլից հարցերը։ Հա, Պատրաստ ես, երկար չմտածես։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Երեկոյան թե Նախընտրած գույն։ փիրուզակույն։ Լուրջ ես ասում։ Սիրում եմ։ Հա։ Բասենի գույնը հենց։ Սիրելի խոհանոց։ Ցանկացած մենակ մեջ միջատներ չլինեն ու համով լինի։ Ոնց միջատներ չլինեն։ Այն չինական տարբերակների մասն ես խոսում, որ Վիետնամական շուր սարդերվա։ Հասկաց։ Նախընտրած խմիչք։ Ջուր։ Լիմոնով ասա, որ Լիմոնով, ճիշտ է, Քանի տարի դու ամեն երեկո գիշեր խմում ես լիմոնով ջուր։ Քանի տասնյակ տարի է այդ կարելի է։ Այդ սովորությունը կա հələ։ Հա, միշտ։ Աստվածիմ։ Ինչ խմիչք։ Իսկ սիրած կենաց ունես։ Որ կենացն ես սիրում։ Թող բոլորը լավ լինեն, չէ՞։ Ջուս։ Նախընտրած կենացությունը գնում ես արսանեկան, չգիտեմ, առիթ բան չես լինում ասում են ջուր ջան, կենաց ենք խմում։ Որ կենացը կուզես, որից հետո երգես։ Ընկերության կենաց, որ ընկերներով, մարդ հարուստ է ընկերներով։ Այո, համաձայն եմ։ Գյուղ թե քաղաք։ Վաու, ցիվիլ գյուղ եւ ցիվիլ քաղաք։ Ցիվիլ գյուղը որը սա գյուղն է։ Օրինակ Նիդերլանդներում շատ ցիվիլ գյուղեր են։ Ես հիմա մեր մասին եմ խոսում։ Որ կոմֆորտ, ցիվիլ։ Շատ լավ։ Իսկ ջուսը ունի հոբի։ Հոբի, ինչ որ բան հավաքելու։ Ինչ որ գործ, մի ինչ որ զբաղմունք, որ մենք չգիտենք դրա մասին։ Սպորտ, բայց դա հոբի չի։ Չէ, դա հոբի չի, դու դեռ մասնագիտություն ես դարձել ամեն առավոտ այնտեղ ես։ Գնում ես չէ դեռ այդ մարզվայր վիճակը կա։ Հա, մարզվում եմ։ Միշտ ֆորմի մեջ։ Լսի, առաջ հավաքում է բուջուր սենց տարբեր փողեր, տարբեր երկրների։ Բայց հիմա մի 3 փող կա ինչ որ։ Ինչ որ ծախսել սուրսական։ Առաջ ես կոպեկներ էի տարբեր հավաքում, բայց հիմա չկա, ուր այդ կոպեկները տենաս։ Ջուս ինչից է վախենում։ Ոյ, շատ բաներից։ Լուրջ, օրինակ մեկն ասա։ Բարձրությունից։ Շատ փակ նեղ տարածքից։ Ֆոբիա է արդեն։ Հա, ֆոբիաներ այդ։ հասկացա։ Միջատներից, ինչ ասես։ Ինչ է անում ջուսը, երբ որ ունենում է վատ տրամադրություն, երևում է քո վրայից, խոսքից։ Շատ մոտիկ մարդիկ ինձ գիտեն ու տեսնում են, որ տրամադրությունս այն չի, ինչ որ պետք է լինի, բայց ուրիշ մարդիկ չեն տեսնում։ Հասկացա։ Ես թաքցնում եմ դա։ Շատ լավ։ Իսկ դու քո երազներին հավատում ես։ Նայած որ եմ, լինում է որ հաստատ գիտեմ որ այդպիսի երազը որ ինչ որ բան պետք է լինի, լավ թե վատ։ Զգուշացնում է քեզ։ Հա։ Շատ Բայց լավ։ եթե վատ ջրին պատմում եմ, բացում եմ, փագում եմ։ Այդ էլ է սանում ջուս։ Հա, բայց դա ճիշտ բան է։ Ես գիտեմ որ ճիշտ է, ինձ էլ էլի են ասել, շատ ու գիտեք այդ թեման։ Լավ, իսկ ջուսը հետևում է ներքին ձայնին։ Լսում Հա, ես։ միշտ։ Ով է հաղթում։ Դու թե ես փոքր ջուսը որ ստե նստած է։ Հրեշտակը։ Լոբերի ոստված։ Հրեշտակն է ասում։ Գնան դե չգնաս։ Էս հակին մի հակ։
Իսկ վերջն եմ ուզում հասկանալ, լսում ես, թե դու քո ուզածով անում ես։ Հա, լավ։ Ջուս ունես երգ սիրած, որ քոնը չի, բայց ինչ ուզում ալինի, այդ դու մեկա սիրում ես ու միշտ կհիշես։ Որն է այդ երգը, ումն է այդ երգը։ Շատ կան։ Հա։ It's a Man's World օրինակ սիրում եմ շատ։ Հա։ Ու քո երգացանկում դա կա։ Կա։ Շատ լավ։ Իսկ ջուս ունի կարգախոս։ Միշտ լինել, միշտ դրական տրամադրության մեջ լինել եւ ներդաշնակ ու ներսում, որ ամեն ինչ լավ լինի, ինչքան դու պայծառ լինես, այդքան լավ բաները քո հետ կկատարվեն։ Լավն է։ Իսկ ջուսը շփվում է Աստծո հետ։ Միշտ Խնդրում ես, շնորհակալ ես լինում։ Շնորհակալ միշտ։ Ամեն գիշեր գալիս եմ շնորհակալություն սրա արդեն եւի Աստված իմ քիչ օգնել է նույն բաները ասում։ Դե բաներ կա որ չարժ այդ կանան հանգստած, բայց շնորհակալություն պետք է։ Ամեն ինչի համար, հա։ Շատ լավ։ Եվ եւս մեկ հարց։ Դու նախընտրում ես TV-ն թե ռադիոն։ TV-ին բնականաբար, բայց ինտերնետն էլ, ռադիոյի մեջ էլ ինչ-որ հետաքրքիր բան կա, օրինակ ես կուզենա ռադիոյում վարել, չգիտեմ խի։ Ինչու, դու շատ սիրուն աղջիկ ես, դու կարող ես եթերում լինել։ Թող համ ինքը երևա ինտերնետային։ Հա, պահես ինտրիգ։ Հա, ինչ-որ հետաքրքիր բան ուզում եմ տենց վարել, տենց, որ տեմբրս լսեն գիշերը բարի, երեկո բոլորի։ Ես ուզում եմ ասել, որ Լավ, շատ լավ, ջուս, ես մի խնդրանք ունեմ, այդ խնդրանք չի, ես գիտեմ, որ դա դու կիրականացես, և գիտեմ այն երգչուհիներից ես, որ խնդիր չունես, դու գիտես, որ հիմա հանդրությունը սպասում է քո կատարմանը, խնդրում եմ շնորհավորիր օրվա հոբելյարներին ու շարունակենք։ Դե ինչ, մարդիկ ջան իմ սիրելի, շնորհավորում եմ ձեր ծնունդը, կնունքը, հարսանիքը, նշանդրեքը եւ ամեն ինչ, այն ինչ որ պետք է շնորհավորեմ ես։ Ցանկանում եմ ձեզ բնականաբար առողջություն ամենակարևորը, քանի որ առողջությունից ամեն ինչ գնում է արդեն լավ դեպի, այսինքն ամեն ինչ կարաս առնես հետո։ Ինչ ուզես։ Երազանքների իրականացում եւ հաջողություններ ամեն ինչում։ Միշտ եղեք այսպիսի ուրախ եւ վառ, որ ամեն ինչը գա կյանքը տածես այդ ուրախությունը ամեն օր։ Ջուս իմ ամենասիրած իմպրովիզարի կազմակերպենք, էլի ես պաշտում եմ այդերը։ Որ թվից ենք այդ իմպրովիզարը։ Բայց ամենակարևորը ոչ մեկ է դա չեմ անում, մենակ քո հետ եմ անում այդ իմպրովիզը։ Եվ այսպես փոքրիկ գովազդ ենք անում ծրագրի մասին, օգնում է ինձ ջուսը։ Ուրեմն ամեն աշխատանքային օր ճիշտ 23:00-ին 21 TV-ի եթերում դիտում եք։ Տոնը շնորհավոր Ջինայի հետ։ Աու։ Ավարտեմ իմ միտքը, ակոնե մի վարկյան մի խոսիր, մորացիր ձև բռնած քո այդ դիրքը, ես էլ եվաստա չեմ հանդուրժի, անիմաց խոսացողները շատ են, դու նրանց պարզապես հանդեսիր, ես գիտեմ քեզ համար դա շատ բարդ է, աչքերը փակիր ու լսիր, ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի, ինձ հետ մնա, էլ մի կնա, երկիր ու ինձ հետ բարբարի Պատրաստվիր մենք հիմա թրջում ենք ու հասնում ենք արդեն այն կետին, երբ ամենը անհետանում է ու լսվում է միայն մեղեդին, էլ չկա ոչ մի հարց այս ամենը, այնքան հեշտ է դու մի կասկածիր, ջնջիր խանգարող պատմությունները, աչքերդ փակիր ու լսիր, ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի, ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ
երկիր ու ինձ հետ բարաբարի ինձ հետ մնա էլ մի կնա ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա էլ մի կնա ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի ինձ հետ մնա էլ մի կնա ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Грустно снег, тихо он тает, касаясь ладони. Скоро опять рассвет, но тебя все нет. Падает грустно снег, шепчет мне тихо, что ты скучаешь. Встречу с тобой рассвет, но тебя рядом нет. Не грусти, ведь я буду ждать тебя. Как нам быть, как дальше жить в разлуке? Как любовь спасти от скуки? Плачет душа моя И моя с тобой. Как пройти на месте сквозь ненастья, преодолеть в судьбе препятствий, чтоб нашли две души и друг друга, я и ты. В комнате у окна я сижу, смотрю и вспоминаю взгляды твои глаза, словно в них нет дна. В комнате у окна я сижу, смотрю и так скучаю. Знаешь, что я одна, без тебя нет сна. Не грусти, ведь я буду ждать тебя. Как нам быть, как дальше жить в разлуке? Как любовь спасти от скуки? Плачет душа моя И моя с тобой. Как пройти на месте сквозь ненастья, преодолеть в судьбе препятствий, чтоб нашли две души и друг друга, я и ты. Я и ты. Я и ты. Как дальше жизнь в разлуке? Как любовь спасти от скуки? Плачет душа моя И моя с тобой. Как пройти на месте сквозь ненастья, преодолеть в судьбе препятствий, чтоб нашли две души и друг друга. Как пройти на месте сквозь ненастья, преодолеть в судьбе препятствий, чтоб нашли две души и друг друга.
Ժա